Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան, նա Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Փաշինյանը Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Դուշանբեում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում։ Ազգային ժողովի պատգամավորները կմեկնեն Թուրքիա Ստամբուլում մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ՔՊԱ-կան պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Պատվիրակությունը Ստամբուլում կգտնվի նոյեմբերի 16-ից 20-ը։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցքանունով որևէ պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, հայտարարում է փոխարգործ նախարար Վահան Կոստանյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հավելել է, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է։ Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը կապի իր էքսկլավ Նախիջևանի հետ, Բաքուն շարունակում է Զանգեզուրի միջանցք անվանել։ Մինչդեռ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով այն Թրամփի ուղի անվանումն է ստացել։ Կառավարությունը սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը խաղող մթերողներին մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք կտրամադրի, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով բյուջետային երաշխիքները մթերողներին կտրամադրվեն առավելագույնը 27 ամիս մարման ժամկետով։ Նախարարը նաև տեղեկացրել է, այս տարի խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միաժամանակ գործադիրը 2024-ից 25 թվականների համեմատ մասնակի կփոխհատուցի կարկուտի վնասները։ Կառավարության որոշմամբ հաստատվել է Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքներով հողօգտագործողների պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի։ Դրա համաձայն հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 25 միլիոն դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Ըստ գործի հանգամանքների վնասը պատճառվել է Հասմիկ Պողոսյանի եւ Գուգարք ընկերության միջև Քոփայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար հուշարձանների վերականգնում ծրագրով 2007 եւ 2008 թվականներին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում գտնվող գազի վերամշակման գործարանի վրա։ Շրջանի ղեկավար Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ անօդաչուի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել վառելիքի եւ էներգետիկայի օբյեկտներում։ Հրդեհ է բռնկվել նաեւ Վոլգոգրադի մարզի Էֆիմովկա նավթամուղ կայարանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի տարածքում խոցվել է 19 անօդաչու թռչող սարք։ Իսրայելի բանակը պատրաստվում է իր ստորաբաժանումները հետ քաշել Գազայի հատվածում նախապես համաձայնեցված հատվածներից։ Միաժամանակ զինվորականները հորդորել են անկլավում զորակազմի տեղակայումը շարունակելու եւ օպերատիվ իրավիճակի ցանկացած փոփոխության պատրաստ լինելու մասին։